Ողջույն սիրելի հետևորդներ, պատկերացրու այս իրավիճակը, քաղաքը շրջապատված է թշնամիներով, պատերազմը գրեթե պարտված է, մարդիկ վախի մեջ են և հենց այդ պահին Աստված ասում է մարգարեին հող գնիր այստեղ, անհեթեթ է թվում, չէ՞, բայց հենց այս տարօրինակ պատմության մեջ է թաքնված մեծ հավատքի գաղտնիքը։ Այսօր Երեմիայի մարգարեության 32-րդ գլխի այս հատվածում մեզ սովորեցնում է, թե ինչպես հավատալ Աստծուն այն ժամանակ, երբ ամեն ինչ անհույս է թվում։ Մեծ և հզոր Աստված, քո անունը զորությունների Տեր է, խորհուրդներով մեծ ես և գործերով զորավոր, ով դու ամենակալ մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդների բոլոր ճանապարհների վրա, յուրաքանչյուրին հատուցելու ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի արդյունքի։ Դու հրաշքներ ու սքանչելիքներ կատարեցիր եգիպտացիների երկրում, նաև մինչ այժմ Իսրայելում ու ողջ աշխարհի մարդկանց մեջ։ Քեզ համար վաստակեցիր մի անուն, որ կա առ այսօր։ Իսրայելի քո ժողովրդին դու եգիպտացիների երկրից հանեցիր հրաշքներով ու սքանչելիքներով, հզոր ձեռքով ու հաղթվածքով և մեծամեծ տեսիլքներով։ Նրանց տվեցիր այս երկիրը, ինչպես երդվել էիր իրենց հայրերին տալ նրանց մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Նրանք մտան և ժառանգեցին այն, բայց ականջ չդրեցին քո ձայնին և չընթացան ըստ քո հրամանների, և այն ամենը, ինչ նրանց պատվիրեցիր անել, չկատարեցին, այլ արեցին այնպես, որ այս բոլոր չարիքները եկան նրանց գլխին։ Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, դու քաղաքը մատնվել է քաղդիացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով, ինչպես ասել էիր, այդպես էլ եղավ, դու ինքդ էլ տեսնում ես, իսկ դու Տեր ասում ես ինձ, արծաթով քեզ համար ագարակ գնիր, ես մուրհակ գրեցի և կնքեցի և վկաներ դրեցի, բայց քաղաքը մատնվեց քաղդիացիների ձեռքը։ Եվ Տերը խոսքն ուղղեց ասելով. ահա ես բոլոր մարմնավորների Տերը Աստվածն եմ, միթե որևէ բան կարող է ինձնից թաքուն մնալ։ Դրա համար էլ Տերն այսպես է ասում. այդ քաղաքն անպայման պիտի մատնվի քաղդիացիների ձեռքը և բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի ձեռքը, որը պիտի գրավի դա։ Պիտի գան քաղդիացիները, որպեսզի պատերազմեն այդ քաղաքի դեմ և հրով այրեն դա, որ պիտի կրակի մատնվի այն տները, որոնց տանիքներին խունկ էին ծխում Բահաղին ու զոհեր մատուցում օտար աստվածներին, որպեսզի ինձ դառնություն պատճառեին։ Իսրայելի որդիներն ու Հուդայի որդիներն իրենց մանկությունից սկսած իմ աչքերի առաջ միմիայն չարիք էին գործում, բայց Իսրայելի որդիներն իրենց ձեռքի գործերով բարկացրին ինձ, ասում է Տերը, այն օրից, ինչ շինեցի այդ քաղաքը, մինչև այսօր այն գոյություն ունեցավ ինձ բարկացնելու և զայրացնելու համար։ Իմ աչքի առաջ պետք է ջնջել դա այն բոլոր չարիքների համար, որ ինձ դառնացնելու նպատակով կատարեցին Իսրայելի որդիներն ու Հուդայի որդիները, իրենք, իրենց թագավորներն ու իրենց մեծամեծները, իրենց քահանաներն ու իրենց մարգարեները, Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները։ Նրանք իրենց թիկունքները դարձրին ինձ և ոչ թե երեսները։ Վաղուց սովորեցրի նրանց սովորեցրի, բայց չուզեցին խրատ ընդունել։ Իրենց պղծությունները դրեցին այն տան մեջ, որ կրում էր իմ անունը։ Իրենց աղտեղությունների համար եդոմնացիների ձորում Բահաղին բագիններ կանգնեցրին, որպեսզի իրենց տղաներն ու աղջիկները զոհ մատուցեն Մողոքին, մի բան, որ ես չէի պատվիրել նրանց, և ոչ էլ մտքովս անցել էր նրանց կատարել տալ այդ պղծությունը Հուդային հանցանքի մեջ գցելու համար։ Արդ այսպես է ասում Տերը, Իսրայելի Աստվածը, այդ քաղաքի վերաբերյալ, որի մասին դու ասացիր, թե մատնվեց բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի ձեռքը սրի, սովի ու գերության։ Ահա ես նրանց կհավաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրեցի նրանց իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով, նրանց կվերադարձնեմ այն վայրը, ապահով կբնակեցնեմ նրանց, նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստված։ Ես նրանց կտամ մեկ այլ սիրտ և ճանապարհ, հանապազմ երկնչելու ինձնից իրենց բարօրության համար, իսկ իրենցից հետո իրենց որդիների բարօրության համար։ Նրանց հետ հավիտենական ուխտ կկնքեմ և չեմ հրաժարվի։
Բարություն անելով նրանց եւ իմ երկյուղը կդնեմ նրանց սրտերի մեջ, որպեսի նրանք չափ ստանբեն իմ դեմ։ Բարություն անելու համար այցի կգնամ նրանց հավատքով, իմ ամբողջ սրտով, իմ ամբողջ հոգով նրանց կտնկեմ այս երկրում։ Արդարև ասում է Տերը, ինչպես որ այդ ժողովրդի վրա բերեցի այս բոլոր մեծամեծ չարիքները, այնպես էլ նրա համար կբերեմ բարիքներ, ինչպես ասել էի դրանց մասին։ Նորից ագարակներ պիտի առնեն այդ երկրում, որի մասին դու ինքդ ասացիր, թե թափուր է դարձել մարդ ու անասունից, որոնք մատնվել են քաղդիացիների ձեռքը։ Նրանք արծաթով ագարակներ պիտի գնեն, մուրհակներ պիտի գրեն եւ կնքեն եւ վկաներ կարգեն Բենյամինի երկրում եւ Երուսաղեմի շրջակայքում, Հուդայի քաղաքներում եւ Լեռան քաղաքներում, Սեփելիայի քաղաքներում եւ Նագեբի քաղաքներում, որովհետեւ նրանց պիտի վերադարձնեմ գերությունից, ասում է Տերը, ամեն։ Երեմիան իր աղոթքում ասում է. Քո աչքերը բաց են մարդկանց բոլոր ճանապարհների վրա։ Սա շատ կարևոր ճշմարտություն է։ Աստված տեսնում է մեր ընտրությունները, մեր պայքարը, մեր գաղտնի ցավերը։ Նրա համար ոչինչ թաքնված չէ։ Սիրելի հավատավոր հետևորդ, երբեմն մենք մտածում ենք, թե մեր կյանքը դուրս է Աստծո ուշադրությունից, բայց Աստված տեսնում է ամեն քայլ։ Ապրիր այնպես, կարծես Աստված տեսնում է քո ամեն ընտրությունը, որովհետև իրականում նա տեսնում է։ Այս հատվածում Աստված բացատրում է, թե ինչու է գալիս կործանումը։ Ժողովուրդը հեռացել էր Աստծուց, կուռքեր էր պաշտում, անտեսում էր պատվիրանները, մոռացել էր Աստծո ճանապարհը եւ դրա հետևանքը ծանր էր։ Սա կարևոր հիշեցում է։ Մեղքը երբեք պարզապես փոքր սխալ չէ, այն միշտ ունի հետևանքներ։ Եթե կյանքում կա մի բան, որը քեզ հեռացնում է Աստծուց, մի սպասիր, որ այն մեծանա։ Ավելի լավ է հիմա ուղղել ճանապարհը, չնայած ժողովրդի անհավատարմությանը, Աստված տալիս է հզոր խոստում։ Նա ասում է. Ես կհավաքեմ նրանց եւ կվերադարձնեմ այս վայր։ Սա հույսի խոսք է։ Աստված ոչ միայն դատում է, այլ նաեւ վերականգնում է։ Նա խոստանում է նոր ուխտ, նոր սիրտ, նոր հարաբերություն իր ժողովրդի հետ։ Սիրելի հավատավոր, եթե կյանքում սխալներ ես գործել, եթե հեռացել ես Աստծուց, դա վերջը չէ։ Աստված սիրում է նոր սկիզբեր։ Մի մտածիր, որ քո պատմությունը ավարտված է։ Աստված կարող է նոր էջ բացել քո կյանքում։ Հավատքի վերջում Աստված ասում է. մի հետաքրքիր բան, դարձյալ արտեր կգնեն այս երկրում, սա նշանակում է կյանքը նորից կսկսվի, հողերը նորից կմշակվեն, ապագան նորից հնարավոր կլինի։ Այստեղ, որտեղ մարդիկ տեսնում էին միայն կործանում, Աստված տեսնում էր ապագա։ Մարդիկ հաճախ տեսնում են միայն ներկայի խնդիրները, Աստված տեսնում է նաև վաղվա հնարավորությունները։ Մի սահմանափակիր Աստծուն քո ներկա իրավիճակով, նա կարող է անել ավելին, քան դու պատկերացնում ես։ Այս հատվածը մեզ հիշեցնում է 5 կարևոր բան։ Աստված տեսնում է մեր բոլոր ճանապարհները։ Մեղքը միշտ բերում է հետևանքներ։ Աստված սիրում է վերադարձող սրտերը, նա կարող է վերականգնել կոտրված կյանքը։ Նրա ծրագրերը միշտ լի են հույսով։ Սիրելի հավատավոր հետևորդ, գուցե այսօր քո կյանքում կան իրավիճակներ, որոնք թվում են փակ ճանապարհներ։ Գուցե թվում է, որ ամեն ինչ կորած է, բայց հիշիր այս պատմությունը, երբ քաղաքը կործանման եզրին էր, Աստված խոսում էր ապագայի մասին։ Երբ մարդիկ տեսնում են միայն վերջը, Աստված տեսնում է նոր սկիզբը։ Եթե այսօր քո կյանքում կա մթություն, վստահիր Աստծուն։ Նա կարող է վերականգնել այն, ինչ թվում էր կորած։ Եվ այնտեղ, որտեղ դու տեսնում ես միայն ավերակներ, Աստված կարող է դարձյալ կառուցել ապագա։ Վստահիր նրա խոստմանը, քայլիր հավատքով եւ թող հույսը նորից ծնվի քո սրտում։
Սիրելի հետևորդ, եթե օգտակար եղավ քեզ այս տեսանյութը, կարող ես հավանել մեկնաբանության մեջ, գրել քո կարծիքը և տարածել, որ շատ քրիստոնյաների հասանելի լինի։